Շիրակի մարզի Ախուրյան համայնքը շուտով կունենա 2 մասնավոր և 1 համայնքային սպանդանոցներ։ Սպանդանոցների շինարարության գործընթացը շարունակվում է նաև մարզի այլ համայնքներում։ Շիրակի մարզում վերջին տարիներին ակտիվ փուլ է մտել սպանդանոցների կառուցման գործընթացը, որը նպատակ ունի լուծելու մորթի կազմակերպման տարիներով կուտակված խնդիրը, ապահովելու սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանումը։ Համայնքի համար ասեմ, որ առաջինը պահանջ էր, որը համայնքը չուներ, այս դեպքում մենք մեր կողմից տրվող պատասխանը համապատասխան բնակիչներին չունենք, որտեղ այլընտրանքը չկար, այս դեպքում էլ չի կարող բնակիչը հարց բարձրացնել, թե եթե լիներ սպանդանոց կօգտվեինք, եւ եթե ըստ գործող կարգի բոլոր մորթերը գնան նրան, որ պետք է սպանդանոցային լինի, այստեղ ակնկալվում է համայնքի համար նաեւ եւ լրացուցիչ եկամուտ եւ լրացուցիչ աշխատատեղեր։ Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի փոխանցմամբ համայնքում այս պահին ընթանում են միաժամանակ մի քանի ծրագրեր։ Համայնքային սպանդանոցը նախատեսված է Ախուրյան բնակավայրի համար, շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկած են։ Սպասում ենք, որպեսզի սպանդանոցը մոդուլային սպանդանոց է, տեղ հասնի եւ տեղ հասնելուն պես արդեն երևի մի շաբաթվա ընթացքում կառուցվի, երբ տեղ հասավ։ Մասնավորներից մեկը Շիրակ բնակավայրում է, մեկը Կրաշեն բնակավայրում է, իսկ համայնքի միջոցներով կառուցվողը Ախուրյան բնակավայրում է։ Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը նշում է, որ 2025 թվականի սկզբից մարզպետի հանձնարարականով ակտիվ աշխատանքներ են տարվել համայնքների հետ սպանդանոցների ձեռքբերման ուղղությամբ։ Առաջի հայտ ունեցել ենք Աշոց համայնքից, Աշոցի համայնքապետարանի կողմից ձեռք է բերվել մեկ շարժական մոդուլային սպանդանոց, որը տեղադրվել է Վարդախբյուր բնակավայրում, արժեքը 19 միլիոն դրամի սահմաններում եւ 2 սպանդանոցներ Ախուրյան եւ Արտիկ համայնքների կողմից հայտ է ներկայացվել, Ախուրյանի հայտը բավարարվել պայմանագիրը կնքված է այս պահին մատակարարման փուլում է 49.5 միլիոն դրամ արժեքով, երկուսն էլ նույնատիպ տեղադրվելու Ախուրյան բնակավայրում եւ Արտիկինը ընթացքի մեջ է պայմանագրի կնքման եւ կանխավճարի վճարման հետ կապված հարցերն առաջ եկել։ Ռոման Համայակյանի խոսքով գործող օրենսդրությունը թույլ է տալիս, որ սպանդանոցները ծառայություն մատուցեն նաեւ այլ մարզերի տնտեսվարողներին, ինչը համայնքներին հնարավորություն է տալիս հավելյալ եկամուտ գեներացնել։ Արժեքը գրեթե բոլոր տնտեսվարողների մոտ համանման արժեքներ են գրանցված, նաեւ պետք է նշեմ, որ կառավարության որոշմամբ սահմանվել էր նաև, որ այն գյուղացիական տնտեսությունները, ովքեր կցանկանան օգտվել սպանդանոցային ծառայություններից, վճարի փոխհատուցում կիրականացվի նաև պետական միջոցների հաշվին, ոչ ավել քան 10,000 դրամը, եթե օրինակի համար մեկ խոշոր երջերավորի մորթի համար նախատեսված էր 15,000 դրամ մորթի արժեք, 10,000 դրամ վճարվում է պետության կողմից, 5,000-ը արդեն տնտեսվարողի, որը լուրջ խթան է։ Այս սպանդանոցների մասով նաև տնտեսվարողներին աջակցելու նպատակով գործում էր ավելացված արժեքի հետ վերադարձի սկզբունքը, որ այն տնտեսվարողները, ովքեր սպանդանոցային ծառայություններ են մատուցում եւ ավելացված արժեքի հարգեին ուծե պետական բյուջե, դրա 75%-ը այդ վերադարձը իրականացում, որպեսզի ստեղծվեր համանման պայմաններ սեփական տնտեսության սպանդանոցների եւ ծառայություն մատուցող տնտեսվարողների համար։ Կարելի է ասել, որ 2026 թվականին Շիրակի մարզը կունենա առնվազն 7-ից 8 նոր կամ վերագործարկվող սպանդանոց։ Դրանցից մի քանիսը կլինեն համայնքային, մոդուլային կամ շարժական, իսկ մյուսները մասնավոր ներդրումներով կառուցված կամ վերակառուցված։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Որպեսզի այլևս շիրակցիները բուժզնման համար մայրաքաղաք հասնելու խնդիրներ չունենան, նորաբաց Նասիբյան կլինիկան խոստանում է վիրաբուժական նոր նշաձող սահմանել Գյումրիում։ Նասիբյան կլինիկան չնայած մասնավոր է, բայց հիմնադիր Արթուր Նասիբյանը խոստանում է Գյումրիում նպաստելու է առողջ մրցակցությանը, որի արդյունքում կշահի շիրակցի բուժառուն։ Շինությունը ունի ստացիոնար եւ ամբուլատոր բժշկական ծառայություններ, ստացիոնար ծառայություններից 6-ն են մեր մոտ լինելու, դա ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբուժական ծառայություններն են, ուրոլոգիական ծառայությունը,
դիմածնոտային ծառայությունը, լոր ծառայությունը, ինչպես նաև անոթային վիրաբուժությունը։ Նորակառույց-շենքային պայմաններից բացի կլինիկան ապահովված է բժշկական վերջին սերնդի սարքավորումներով։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը ևս կարևորեց մասնավոր կլինիկայի առկայությունը մարզում, ընդգծելով, որ մրցակցության արդյունքում կշահեն բոլորը։ Ես համոզված եմ, որ օգնելու է, որովհետև յուրաքանչյուր ոլորտում լինի առողջապահություն կամ բիզնես, մոնոպոլ իրավիճակները բերում են լրջացման, իսկ մասնավոր կլինիկաների բացումը բերում է այդ մոնոպոլ իրավիճակների չեղարկմանը եւ տարբեր ծառայություններ, տարբեր որակներ են ցույց տալու եւ այդ բերելու է նաեւ այն մեր պետական կառույցների ու մասնավորների միջև մրցակցությունը բերելու է առողջապահության սպասարկման որակի բարելավմանը։ Կլինիկան կօգնի, որպեսզի շիրակցիները երևանյան բուժհաստատություններ չհասնեն բուժզնման ու վիրահատությունների համար։ Այս գործում կարևոր է ոչ միայն տեխնիկապես հագեցվածությունը, այլև կադրային քաղաքականությունը։ Կա արդեն պայմանավորվածություն բազմաթիվ փորձառու բժիշկների հետ։ Նրանցից մեկը ծնունդով գյումրեցի, բայց Երևանում գործունեություն ծավալած Դավիթ Գրիգորյանն է։ Հայրաքաղաքում էլ Գյումրիում հատկապես եւ ինչու՞ չէ մնացած բոլոր մարզերում այլ ընտրանք ստեղծվի, որպեսզի կարողանան տեղում բնակիչները ստանան անհրաժեշտ բուժօգնությունը։ Եվ գիտեք, կա բազմաթիվ դեպքեր, որ նույնիսկ հեռավորությունը թվում է թե շատ չի, մի 100 կիլոմետր է, բայց այդ հեռավորությունն էլ ժամանակն էլ մարդկանց կյանքի համար որոշիչ կարող են լինել եւ շատ ուրախ եմ, որ մարզերում էլ զարգանա։ Այս ծավալի շինարարություն սկսելու եւ բժշկական տեխնիկա ձեռք բերելու համար զգալի ֆինանսական միջոցներ են պահանջվել։ Աջակցության հերթը բանկային ոլորտինն էր։ Առողջապահության ոլորտը դա առաջնահերթություն է դիտվում որպես ֆինանսավորման ուղղություն։ Անշուշտ հանրապետության երկրորդ քաղաքում նման կոմպլեքսներ հիմնելը եւ բիզնեսին ֆինանսավորող կազմակերպությունների համար է ողջունելի եւ սովորական մեր քաղաքացիների համար է ողջունելի, որովհետեւ սա մեկ քայլ դեպի առաջ է մասնավոր կլինիկաներ ունենալ։ Նասիբյան կլինիկան առկա սարքավորումների եւ մասնագիտական ներուժի շնորհիվ կարճ ժամանակում ոլորտում առաջատարներից մեկը դառնալու միտում ունեն։ Մեր երևանյան գոլեգաների հետ էլ ունենք պլաններ քննարկած, որ այստեղ այնպիսի բուժական միջոցառումներ իրականացնենք, որոնք մարզում առաջին անգամ են լինելու, մասնավորապես բարիատրիկ վիրահատություններն ենք այստեղ սկսելու եւ ամբողջ հնարավորությունը այս պահին ներուժը կա։ Արթուր Նասիբյանի խոսքով այս կլինիկան դառնալու է վստահելի կառույց, որտեղ բուժառուի կյանքը հուսալի ձեռքերում է լինելու։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ եւ Բելգիայի նախկին վարչապետ Շարլ Միշելին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ եւ Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։ Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է Զայեդ մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր, ի նշանավորում են Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության եւ կայունության ապահովման օրակարգը հետեւողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին արժանացել է նաեւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչն ընդգծում է խաղաղության առաջ մղման համար համատեղ ջանքերը։ Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ այն, ինչ անում է վարչապետ Փաշինյանն այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար, օրինակ է աշխարհում շատ հակամարտությունների համար։ Այս նշանավորումը ցույց է տալիս հենց համաձայնագրի կարևորությունը որպես դրական քայլ դեպի խաղաղություն, հաշտեցում եւ տարածաշրջանային կայունություն։ Զայեդի մրցանակը նշանավորում է այս նախաձեռնությունը, որպեսզի խրախուսի եւ ոգեշնչի աշխարհի առաջնորդներին ձգտելու երկարատև խաղաղության։ Մենք վստահ ենք, որ ինչ դուք անում եք գալիս է սրտից, հանուն խաղաղության, ձեր ժողովրդի եւ ամբողջ աշխարհի, նշել է Մուհամմադ Աբդելսալամը, ավելացնելով, որ այս տարի մրցանակի հավաքնորդների թվում եղել է 350 մարդ, ավելի քան 90 երկրից։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի հանձնաժողովի անդամներին գնահատանքի համար եւ նշել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալու Զայեդի անվան մրցանակին։ Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով ներդրված ջանքերը գնահատելու համար։ Վարչապետն ավելացրել է, որ այս ողջ գործընթացում ամենակարևոր դերը խաղացել է
Հայաստանի ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հյուրերին եւ նշել, որ այսպիսով նրանք իրենց չափազանց կարևոր ներդրումն են բերում խաղաղության գործընթացին եւ այն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու։ Հանդիպման ընթացքում վարչապետին է փոխանցվել փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալիք Զայեդի մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։ 2025-ը տնտեսության համար բարենպաստ տարի, գնահատականը ոլորտը համակարգող գերատեսչությունից է։ Կառավարության ղեկավարի հետ տարին ամփոփող հաշվետվության ժամանակ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 8.3%։ Դրական աճ են արձանագրել արդյունաբերությունը, ծառայությունները, առևտուրը, շինարարությունը։ Տարվա ընթացքում նախարարության համար առաջնահերթություն են եղել ինտենսիվ գյուղատնտեսությունը, մտավոր սեփականության հետ առնչվող հարցերը, թվայնացումը։ Եթե օրինակ թուղթ չկա, այդ նշանակում է մարդը կարիք չունի մեղրից գալ հասնել նախարարություն, մի հատ միջանցքներում ինչ որ ժամանակ սպասել, հանձնել, հետո էլի գալ եւ այլն եւ այլն։ Այս մի կողմն է։ Եվ երկրորդ կողմն է նա, որ մենք էլ պետքա հետագծելիություն ունենանք ծրագրի եւ ծրագիրը պետքա մեզ ցույց տա, որ հանրապետությունում այսինչ տեղը կա կաթիլային ոռոգում, որպեսզի նաեւ հետագայում որ անհրաժեշտություն լինի գնալ կոնկրետ հասցեով տեսնել կա թե չկա։ Տարվա ընթացքում նախարարությունը 10 բյուջետային ծրագիր է իրականացրել 93 միջոցառում, էկոնոմիկայի ոլորտում փաստացի կատարողականը կազմել է 32.5 միլիարդ դրամ, գյուղ ոլորտում 42.8 միլիարդ, զբոսաշրջությունում 1.5։ Վերջին 4.5 տարում պետական աջակցությամբ ծրագրով հանրապետությունում հիմնվել է 4600 հեկտարից ավելի ինտենսիվ այգի, գյուղտեխնիկայի աջակցության լիզինգի ծրագրով ավտոպարկը թարմացվել է 3900-ից ավելի միավորով, ագրովերամշակման սարքավորումների ծրագրով էլ արտադրողները վերազինվել են 2800-ից ավելի նոր սարքավորումներով, շարունակում է մեծ պահանջարկ ունենալ արտադրողականության խթանման ծրագիրը։ Աստիկ ինչքան է սրա պորտֆելը։ Սրա պորտֆելը արդեն 440 միլիարդի է հասել, բայց սա դեկտեմբերի 1-ի դրությամբ։ Այս 439-ը ինչ թիվ է, դա այդքանի տեխնիկա է ածելվել է։ Սարքավորումներ 13660։ Այո, դեկտեմբերի 1-ի դրությամբ։ Այսինքն ծրագրի մեկնարկից մինչև հիմա 13660։ Կառավարությունն անցած տարի աջակցության նոր ծրագիր հաստատեց սպանդանոցային մորթը խրախուսելու համար, եթե կազմակերպությունը հարկվում է ավելացված արժեքով, գյուղացուց ձեռք է բերում խոշոր եղջերավոր կենդանի, սպանդի է ենթարկում ու մսեղիկն ինքը իրացնում, ստանում է ավելացված արժեքի հարկի 75% փոխհատուցում։ Հնարավորությունը կա, բայց ծրագրից երկու ընկերություն է միայն օգտվել։ Պետք է նախ գնալ տենալ այդ երկու ընկերությունները ինչի են օգտվում։ Իրանք այդ օգտվելու արդյունքից գոհ են, դժգոհ են, պետք է հաղորդակցություն լինի մարդկանց հետ։ Գնալ նրանք ովքեր չեն օգտվում, նրանց էլ պետք է հաղորդակցություն լինի։ Մոտեցումը էլի հետևողականությունն է։ Հետևողականություն երկու մասով, առաջինը ծրագիրը մոնիտորինգ անել, լավարկել, խրախուսման, խթանման մեխանիզմներ դնել, բայց հասկանալ նաև, որ խրախուսման եւ խթանման մեխանիզմները միջև մի X պահն են գործելու եւ բոլորը պետք է դրա մասին իրազեկված լինեն։ Համաշխարհային բանկի Business Ready 2025 թվականի զեկույցով Հայաստանը ստացել է 66.7 միավոր։ Նախարարության վերլուծական հաշվարկներով 101 երկրների շարքում մեր երկիրը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը։ Երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր են քննարկել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիկոլա Նիկոլովը։ Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ հույս հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա։ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել։ Պետքարտուղարության տվյալով Մարկո Ռուբիոն եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության եւ բարգավաճման նպատակով վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը։ Բարձր գնահատել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում դրական զարգացումները։ Պետքարտուղար Ռուբիոն անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումներին։ Սա կարևոր ժեստ է, որը ցույց է տալիս Բաքվի հավատարմությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի առաջ քաշած պատմական խաղաղության գործարքին, ասված է ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։ Բաքվից հայտնում են, որ պաշտոնյաները նաև ընդգծել են Թրիփի շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը։
Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատել է եվրոպացի առաջնորդներին, քանի որ նրանք դեմ են Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու Սպիտակ տան մտադրությանը։ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, կղզին կարևոր է ԱՄՆ ազգային եւ համաշխարհային անվտանգությունը պաշտպանելու համար։ Իսկ ԵՄ առաջնորդները պետք է կենտրոնանան Ուկրաինայում պատերազմի վրա, նշել է Դոնալդ Թրամփը։ Լրագրողի հարցին արդյոք նա պատրաստ է ուժ կիրառել Գրենլանդիան գրավելու համար, ԱՄՆ նախագահը պատասխանել է առանց մեկնաբանության։ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, վճռական է եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու հարցում, եթե նրանք չհամաձայնեն կղզին ԱՄՆ-ին հանձնելու գործարքին։ Նաև Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի հարցը քննարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ԱՄՆ նախագահը դրական է գնահատել Մարկ Ռյուտեի հետ ունեցած հեռախոսազրույցը։ Դավոսում այս թեմայով տարբեր կողմերի հետ հանդիպումներ կունենանք։ Միացյալ Նահանգներն անկասկած աշխարհի ամենահզոր երկիրն է։ Մենք միակն ենք, որ կարող ենք խաղաղություն ապահովել ամբողջ աշխարհում, եւ դա արվում է ուժի միջոցով, ընդգծել է Թրամփը Truth Social-ի էջում։ ԱՄՆ նախագահը նաև արհեստական բանականության միջոցով գեներացված հրապարակում է արել։ Ինքը փոխնախագահի եւ պետքարտուղարի ներկայությամբ Գրենլանդիայում ծածանում է ԱՄՆ դրոշը, իսկ մյուս նկարում հանդիպում եվրոպացի առաջնորդների հետ քարտեզի ֆոնին, որում Գրենլանդիան Միացյալ Նահանգների մաս է։ Այս լարվածության պայմաններում Դանիան լրացուցիչ ուժեր է ուղարկել կղզի։ Թրամփը մեկնաբանել է տեղեկությունը, որ Փարիզը չի ընդունի խաղաղության խորհրդին միանալու հրավերը։ Ըստ Բլումբերգի, Էմանուել Մակրոնը կարծում է, որ խորհրդի նպատակն ի սկզբանե եղել է Գազայի հատվածում խաղաղության հաստատումը, սակայն այժմ դրա կանոնադրությունն ընդլայնվել է, իսկ գործընթացում ՄԱԿ-ի դերը ոչ միանշանակ է։ Թրամփը խոստացել է 200%-ի մաքսատուրքեր սահմանել ֆրանսիական գինու եւ շամպայնի նկատմամբ, նաեւ կարծիք հայտնել, որ Մակրոնն այսպես թե այնպես շուտով կհեռանա նախագահի պաշտոնից։ ԱՄՆ նախագահը հաստատել է, որ խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ուղարկել նաև Ռուսաստանի նախագահին։ Համապատասխան առաջարկներ են ստացել նաև Բելարուսի, Ղազախստանի, Թուրքիայի եւ մի քանի տասնյակ եվրոպական, արաբական եւ այլ երկրների առաջնորդներ։ Իսրայելը դեմ է հանդես գալիս նախաձեռնությանը, մասնավորապես Թուրքիայի մասնակցությանը։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում թուրքական եւ կատարական ներկայություն չի կարող լինել։ Հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների եւ Սիրիայի նախագահները։ Դոնալդ Թրամփը եւ Ահմեդ Ալ-Շարան քննարկել են Արաբական Հանրապետությունում քրդերի իրավունքներն ապահովելու անհրաժեշտությունը։ Երկրի կառավարության եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև օրերս կնքված հրադադարի ֆոնին Թրամփը եւ Շարան վերահաստատել են Սիրիայում միասնության եւ անկախության պահպանման կարեւորությունը, համաձայնել գործակցել իսլամական պետության դեմ պայքարում։ Զուգահեռ երկրում լարվածությունը պահպանվում է։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը եւ քրդական ուժերը հայտնել են, որ վերջին բախումների ընթացքում Աշշադադի բանտից փախել է իսլամական պետությունը ահաբեկչական կազմակերպության 1500 անդամ եւ միացել երկրում գործող տարբեր խմբավորումների։ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքում ճանապարհում էին պարտադիր զինվորական ծառայության զմերային զորակոչի տղաներին։ Օդում տարածված ջերմությունը, գրկախառնություններն ու օրհնանքի խոսքերը կոտրելով Վանաձորյան ձյունն ու սառը քամին ստեղծեցին ավելի ջերմ մթնոլորտ։ Արտուին են ճապը, մեր ենք երոչը։ Չէ, դեռ չէ։ Իսկ սպասում եք ձեր ծառայությանը։ Особо ոչ մի բան է։ Ոչ մի զգացողություն Տրամադրվածությունը նորմալ։ Ինքը իմ աղբերն է, կարելի ասել, մեծ։ Կուզեմ Աստվածի հետ թող խաղաղ գնա ծառայի գա։ Եսի անմիշտ կկարոտեմ։ Աստված իր հետ ամենակարևոր խաղաղությունն է երկրին, ամփորձան գնա, ամփորձան հետ գա։ Նորակոչիկների հարազատներն ու ընկերները բարձր տրամադրությամբ հայրենասիրական երկու են տղաներին ճանապարհում բանակ։ Որդուս եմ ճանապարհում, աննկարագրելի նման զգացողություններ մենակ մայրը կարա ունենա։ Թող երկիրը խաղաղ լինի, երեխաները առողջ լինեն, բոլորը գնան ծառայեն գա։ Քրոջս տղային եմ ճանապարհում ենք շատ ուրախ, լավ տրամադրությամբ, որ լավ տրամադրությամբ է վերադառնան մեզ զինվորները բոլորը, բարի ծառայություն բոլորին, բարի վերադարձ, անփորձանք ծառայություն։ Շատ ուրախ եմ ճանապարհում, պարզապես կցանկանամ, որ մեր ղեկավարությունը արժանի լինի այս զինվորներին, ավելի ճիշտ այն երեխաներին առյուծասիրտ, որոնց ուղարկում ենք, թող երկրում խաղաղություն լինի եւ կարողանան իրենց պարտքը կատարել հայրենիքին։ Բարի ծառայություն բոլորին։ Աստված բոլորի հետ բարի ծառայություն։ Ուրախ եմ, որ առողջ երեխա ունենք եւ ճանապարհում ենք հայրենիքին պաշտպանելու։
Ցանկանում եմ բոլոր զինվորներին առողջություն, հաջողություններ, թող երկինքը միշտ պարզ լինի։ Նրանց համար կռիվ չլինի։ Կարևոր որ երեխեքը բարով գնան, լավ ծառայեն մեր երկրի մար։ Աստված իրանց հետ, բոլորի հետ, բոլորն է մեր երեխեքն են։ Թող խաղաղություն լինի, հաջողություն իրանց։ Իսկ Սպիտակի զինվորական կոմիսարիատում ձմեռային զորակոչի մեկնարկ էր։ Ծառայության էին ճանապարհում Սպիտակի եւ տարածաշրջանի նորակոչիկների այս տարվա առաջին խմբին։ Այստեղ եւս նորակոչիկների տրամադրությունը բարձր էր։ Նրանք բանակ են գնում ուրախ ու այն գիտակցումով, որ համալրելու են հայրենի բանակի շարքերը, փոխարինելով իրենց ավագ եղբայրներին։ Զորակոչի շրջանակում զու համալրման ժամկետը սահմանել է 2026 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը։ Իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացումն իրականացվելու է 2026 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։ 30 տարի աշխատել եմ ծննդատան։ Եթե քուր եղբայր կամ երկու քույր վերցնելու եք։ Մարդիկ ինչ պատճառներով ստացվում է, էլի որ չեն ունենում։ Կյանք ենքան անակնկալ ունի լավ ու վատ։ 30 տարի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում աշխատած բազմաթիվ ծնունդներ տեսած տիկին Հռիփսիմեն այդպես էլ կրծքին չսեղմեց սեփական երեխային։ Մայրական բերկրանքը կողքից է տեսել ու երբևէ չի զգացել։ Ճիշտ ասած, ես նենց էի հուզվում, մի տեսակ սիրտս լցում էր, հետո նենց հետաքրքիր է պատերազմից հետո տարիքով կանայք են շատ երեխաներ ունենում, 40 անց կանայք, որ գալիս էին իրանց մեծ երեխաների հետ այդ պուճուրը տանում էին, այնպես մի տեսակ սենց չգիտեմ, հետաքրքիր զգացողություն էր, էլի։ Ընկերուհու միջոցով ծանոթանալով ապագա ամուսնու հետ թողնելով աշխատանքը, հարազատների հետ շփումը, Արմավիրից Կապան է տեղափոխվել տիկին Հռիփսիմեն, կյանքի այս փուլում վայելելու ընտանեկան ջերմությունը։ Զրույցի ընթացքում ժպիտը դեմքից չի պակասում, 60-ամյա կինը գտել է իր երջանկությունը, միայն թե երեխա չունեն։ Ամուսինս ասեց, որպեսզի ընտանիքը լիարժեք լինի, պետք է երեխայի հարց լուծենք։ Ինձ ասում է դու կկարողանաս լուծել, հələ աշխատի, տես ինչ ոնց էլի կկարողանաս լուծել, ասում եմ, այսպեսի ծրագիր կա, այսպես ասում եմ խնամատար բան իրան բացատրում եմ, լսում, հա, դե սկսի, հետո դիմեցի մարզպետարան, աղջիկները թղթերը ուզեցին, այս թղթերը, ինչը որ ցանկում կար, հավաքել եմ, ներկայացրել եմ։ Խնամատարության պիլոտային ծրագիրը Հայաստանում մեկնարկել է դեռևս 2007 թվականից, 1 տարի անց ներդրվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ, Սյունիքում սկսել է գործել 2016-ից։ 2016 թվականին Սյունիքի մարզում մեկ ընտանիք էր ընդամենը հաշվառվել եւ այնուհետեւ պայմանագիր են կնքել, այնտեղ խնամում են 2 երեխա։ Այնուհետև տարիները, տարեց տարի, ամեն տարի մենք զգացինք, որ ավելանում են մեր խնամատար ընտանիքների թիվը եւ արդեն 26 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունենք 9 ընտանիք, որտեղ խնամվում են 17 երեխա։ Ամենաշատը, այսպես ասեմ, 24 թվականին էր, որտեղ ունենք 10 ընտանիք եւ խնամվում էին 19 երեխա։ Խնամատարությունը համարվում է աշխատանք, որի համար պետությունը վճարում է։ Նպատակն է ընտանեկան ջերմություն, խնամք պարգևել տարբեր պատճառներով դրանցից զրկված երեխաներին։ Պետությունը մի քաղաքականություն է որդեգրել, որտեղ երեխաները պետք է ապրեն ընտանիքում, իսկ անհնարինության դեպքում ընտանիքահեն, այսպես մոդելում։ Իսկ խնամատարությունը դա հենց ընտանիքահեն այլընտրանքային մոդելն է, կա խնամքի տրամադրվող գումար եւ կա առանձին աշխատավարձ։ Առանձին աշխատավարձը դա նվազագույն աշխատավարձն է,
եւ երեխայի համար առանձին նախատեսված խնամքի գումարն է։ Իդեպ Սյունիքի մարզում խնամատարության ներդրման օրվանից ի վեր, այսինքն վերջին 10 տարում ոչ բոլոր համայնքներից են դիմել ծրագրին։ Մեղրիից ու Քաջարանից առհասարակ ոչ մեկը ցանկություն չի հայտնել իր ընտանիքում խնամելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի։ Խնամատարության ծրագրի առաջամարտիկ է Սիսյանը, հետո Գորիսը, իսկ Կապանից տարիների ընթացքում հաշվառվողներ եղել են, բայց ինչ պատճառներով գործընթացը կիսատ է մնացել եւ դիմողը խնամատար ծնող այդպես էլ չի դարձել։ Մեր տեսանյութի հերոս Տիկին Հռիփսիմեն Կապանի տարածաշրջանից առայժմ միակն է, որ խնամատար ծնող դառնալու ցանկություն է հայտնել։ Թղթաբանության փուլն անցել, վերապատրաստման դասընթացների է մասնակցել, հավաստագիր պետք է ստանա։ Օրեր է հաշվում, սրտի թրթիռով սպասում, թե երբ պետք է գնա երեխայի հետևից եւ նրան նոր ընտանիք բերի։ Պատրաստ եմ, այո, իհարկե, շատ բաներից հրաժարվել, որպեսզի ես գիտեմ, որ փուլ կա, որ պետքա համբերատար լինեմ, խոհեմ լինեմ, ու ես ավելի շատ կցանկանա, որ քույր ու եղբայր լինեն, կամ երկու քույր։ Մենակությունը էլի բերեց այս քայլին, որ ես ամուսնացա։ Օրենքի սահմանափակում կա, որ ծնողի եւ երեխայի միջև 18 տարուց ոչ պակաս եւ 50 տարուց ոչ ավել։ Այսինքն, եթե մեզ դիմում է 55 տարեկան կին, ինքը պետքա 5 տարեկան երեխա կարողանա խնամատարության վերցնել։ Փորձը ցույց է տալիս խնամատար ընտանիքներում ապրող երեխաներին կենսաբանական ծնողները այդպես էլ տուն չեն տանում։ Կարող եմ ասել, որ կենսաբանական ծնողների հետ միավորում դեռ չունենք, որովհետև կենսաբանական ծնողները ցանկություն չեն հայտնել իրենց երեխաների հետ միավորվելու։ Ձեռքը բռնած դպրոց տանես, երաժշտական տանես, պարտեզ տանես, ինչ որ միտեղ քայլելուց ասես իմ երեխան է, իմ աղջիկն է։ Հունվարի 14-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով Երևան քաղաքի գնդի պարեկների հետ համատեղ իրականացված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Կոմիտասի պողոտայում հայտնաբերելու թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել են մայրաքաղաքի 27-ամյա եւ 40-ամյա երկու բնակչի։ 27-ամյա երիտասարդի կողմից շահագործվող ավտոմեքենան տեղափոխվել համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։ 27-ամյա երևանցին հայտնել է, որ ավտոմեքենայում մարիխուանա կա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 1 կիլոգրամ 177 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Կատարվում է նախաքննություն։ Հանրության անվտանգության ապահովման նպատակով ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ուժեղացված ծառայություն։ Հերթականը Չարենցավան քաղաքում էր։ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հրահանգավորումից հետո Կոտայքի մարզի պարեկներն անցան ծառայության։ Հունվարի 13-ից 18-ը Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Չարենցավանում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում հանցագործություն կատարելու կասկածանքով համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են տեղափոխել 13 անձի, որոնցից մեկը թմրանյութ պահելու եւ օգտագործելու, երկուսը կեղծ վարորդական իրավունքի վկայականի, երկուսը սառը զենք կրելու, 7-ը մարմնական վնասվածք պատճառելու եւ մեկը իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու կասկածանքով։ Արձանագրվել է 291 իրավախախտում, 115-ը չամրակապված վարելու, 34-ը տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու, 12-ը առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու, 6-ը ավտոմեքենան մքեցված ապակիներով շահագործելու եւ այլ դեպքեր։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 17 տրանսպորտային միջոց։ Նման օրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Հունվարի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5217 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 194 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 188 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 228, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 2 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համանիշի հետ կապված 71, չամրակապված վարելու 739, առանց մանկական նստատեղի քարսիտի 26, վարելու ընթացքում ծխելու 582
2, վարելի սեռախոսից օգտվելու 353, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 133 եւ 1961 այլ իրավախախտում, 149 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 265-ը տեխնիկական զննություն չանցած, 69 լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 8 բեռնատար, 97-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 197-ը առանց ձմեռային անվադողերի, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 69 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11675 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 220 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստաբ 214 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 356, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 15 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համանիշի հետ կապված 94, շամարակապված վարելու 2971, առանց մանկական նստատեղի քարսիթի 154, վարելու ընթացքում ծխելու 375, վարելի սեռախոսից օգտվելու 478, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 36, արագության գերազանցման 1214 եւ 3531 այլ իրավախախտում, 321 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 929 տեխնիկական զննություն չանցած, 786-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 23 բեռնատար, 111-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 637-ը առանց ձմեռային անվադողերի, 22 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 51 անձ։